Բարի գալուստ մեր podcast։ Այսօր մեզ հետ է բացառիկ և ոգեշնչող կին գիտնական Ռոզալինդ Ֆրանկլինը։ Նա իր ներդրմամբ մեծ ազդեցություն ունեցավ DHT կառուցվածքի բացահայտման գործում և մինչ այսօր համարվում է գիտության խորհրդանշական դեմքերից մեկը։ Տիկին Ֆրանկլին, շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Ինչպես սկսվեց ձեր ճանապարհը գիտության մեջ։ Ինչն էր ձեզ ոգեշնչում երեխա ժամանակ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես դեռ փոքրուց հետաքրքրված էի բնության գաղտնիքներով։ Սիրում էի հարցեր տալ և ամեն ինչ ինքս բացահայտել։ Այդ հետաքրքրասիրությունն էլ ինձ բերեց քիմիայի և ֆիզիկայի աշխարհ։ Ձեր անունը բոլորը կապում են լուսանկար 51-ի հետ։ Կարող եք պատմել, թե ինչ էր դա և ինչու այն կարևոր էր։ Լուսանկար 51 ռենտգենյան դիֆրակցիայի միջոցով ստացված լուսանկար էր, որը ցույց էր տալիս DHT մոլեկուլի կառուցվածքը։ Լուսանկարը ցույց տվեց, որ DHT-ն ունի երգելիք կառուցվածք, երկու շղթաներ պտտված իրար շուրջ, ինչպես ոլորված սանդղակ։ Այսինքն լուսանկարը օգնեց հասկանալ, թե ինչպես է DHT-ն կազմված ու ինչպես են նուկլեոտիդները կապվում միմյանց։ Այո, հենց այդպես է։ Մեր պատկերներն ու տվյալները մեծ օգնություն տվեցին Բոտսոնին և Քրիկին ճշգրիտ մոդելի ստեղծման հարցում, բայց իմ աշխատանքը ինքնին շատ աշխատատար էր և պահանջեց մեծ համբերություն ու ճշգրտություն։ Այն ժամանակ գիտության մեջ կանանց համար հեշտ չէր առաջ գնալ։ Ինչպես հաղթահարեցիք այդ խոչընդոտները։ Դա իրոք դժվար էր։ Կանայք հաճախ չէին ընդունվում լուրջ։ Բայց ես երբեք չէի թողնում, որ դա կանգնեցնի ինձ։ Գիտությունը ինձ համար ճշմարտություն որոնել է, և ես կենտրոնացած էի արդյունքների վրա։ Իսկ ինչ խորհուրդ կտայիք այսօրվա երիտասարդներին, հատկապես աղջիկներին, ովքեր ուզում են դառնալ գիտնական։ Ես կասեի, միշտ հետևեք ձեր հետաքրքրասիրությանը։ Մի վախեցեք դժվարություններից։ Եթե դուք իսկապես սիրում եք գիտությունը և պատրաստ եք աշխատել, ապա ցանկացած դուռ կբացվի ձեր առաջ։ Շատ շնորհակալ ենք ձեզ այս զրույցի համար։ Ձեր կյանքն ու գործը շարունակում են ոգեշնչել մեզ և կհիշվեն դեռ երկար։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի էր այստեղ գտնվել և կիսվել իմ պատմությամբ։